Դրության նախագահան մեր վաստակավոր և ժողովրդական դերասանների ճաշակի արվեստի ընկալման չափանիշն է, բայց արդյոք պետք է մայստրոյին ամեն անգամ իրենք անհանգստացնել։ Չեմ կարծում, որ Չեմ կարծում, որ բոլոր հարցերին նախագահ պետք է խառնվի։ Դա կոմսոմոլի քարտուղարի մտածելակերպ է, որ իրենք բերել են խորհրդային միության։ Ովքեր իրենք։ Այդ արվեստագետները։ Արվեստագետներն են ձեր կարծիքով մեղավոր։ Ինչի՞ն է մեղավոր։ Որովհետև որ բերել են, հիմա հասկան արվեստագետներն են բերել։ Հա, ո՞վ է բերել։ Իրանք են բերել։ Մենք դու, բոլորս, այո։ Հիմա մենք դրանք բերել։ Իրանք բերել են այդ ամեն ինչը, ասենք, որ պետք է ասենք միշտ բոլոր հարցերը կոմկուսի կենտրոնը լուծի։ Հիշում եմ 80-ականները, եթե չեմ խորհել Աբրամյանի բեմադրությունը Պեպոյի, որ ջինսով բարոյություն եկել, Կարեն Դեմիրճյանը շատ զարմացած, բայց այդ ժամանակը անցել է, պետք է վերջապես հասկանալ, որ այդ ժամանակը նամակ գրելու, ես պապիկիս եմ հիշում, վետերան մարդեր 90 անց բոլոր պատերազմները անցած են, որ տանջուրը կտրում են, ինքան ես պրավդայի կգրել, զանգում են Մոսկվայում, շատ ուժ է վերաբերում դրան, որ այն ժամանակ միգուցե դա աշխատում, բայց դա ծաղելի է ասենք, շատ ամենասիրած պապիկս է ասենք, շատ եմ ասենք իրար սիրում, բայց ինչքան ծաղելի կլեր, թե հիմա վերցի պրավդայի նամակ գրել, որ ջուր չեն տալի։ Նույնն է դա, հիմա իրանք պրավդային են գրում։ Զարմանալի է, որ տեղնեղած վաղտը արվեստագետները սկսում են։ Լեգիտիմ է նախագահան, լեգիտիմ չի, վատնա, էսա, էնա, բայց նեղնեղած տեղը մի անգամից ինչ անենք դերիք նախագահին գրենք։ Աշխարհում բոլոր նախագահները գալիս են օպերային թատրոն, Սունդուկյան նման թատրոններ քնելու։ Իրանք գալիս են տան մի անգամ քնում են, գնում են, վերջ։ Դրանից ամեն իրաք չեն հասկանում, ոչ արվեստից, ոչ բանում, պետք է չի որ հասկանան։ Ինչ վատը։ Լավ ակումբներ, հա չկա, ես դեմ չեմ, ես եմ կոմեդի ֆրանսեզում քնեմ մի անգամ։ Այդ ասենք ես, ուշքս գնաց, ասենք, կորնել էին խաղում, հա, դու խփեցին, ասենք խռացնում ես, այ դուս դեմ դուս եկա։ Չեմ ընկալում այդ բարձրարվեստ, ես ասենք, տուպոյ մարդ է, հասկանում ես։ Հիմա նույնն է դա, ասենք, ինչի համար ամեն անգամ դիմել նախագահին, բացի այդ իրավունք ունի, իրավունք չունի ներկայացնելու Հայաստանը հենց այդ գործը, բառը դա նոր արարություն է իրանց արևին։ Պիտեր Բրուկը 60 քանի թիվներ Վերդի օպերան հենց սարքել էր այդպես ռեչետատիվ։ Այս տերմուտի շնորհիվ Լավրետիկյանն ես հասկացա, անալիզարեցի, հասկացա, որ նա Ֆրանսիայից է, տեսել է այնտեղ, ասենք, Բրուկը տեսել, որոշել է տենց, ասենք, տենց մի բան անից, թե մոչի որ կարող շատ վատ է, խոսքը դրա մասին չի։ Ես հələ չեմ դրա մասին չեմ ուզում խոսել, լավ է թե վատ։ Այն որ նոր արարությունը նորարարություն չի, շատ վաղուց աշխարհում։ Սա եթե Վերդիի հետ կարելի է անել, ես ոչ մի բան չունեմ Անուշի հանդեպ։ Մեր օպերաներից ամենալավն է, բայց աշխարհի ամենալավ օպերան չի, եթե ասենք Վերդիի հետ կարելի է, Անուշի հետ էլ է կարելի։ Ոչ մեկ, ոչ մի բան չասել։ Ամեն անգամ աշխարհի կտապել են Վերդին։ Անա Վերդին, դա խոսած ռեչետատիվներ է մեջ եղել։ Չէ, կտրել են ձեր այդքին ոնց որ սա ասենք։ Ես չեմ տեսել ճիշտ ասած Բրուկի հենց այդ բեմադրությունը, բայց դա տենց ոչ է, օպերան վերցնում են, սարքում են, ինչ ուզում են սարքում են, վերջ։ Ինչ ուզում սարքում են, ուրիշ բան է, կտրտել ինչ-որ հատվածներ, այդ ուրիշ բան։ Մի րոպե, այքես բան, Շեքսպիր երբեք Շեքսպիրը բացի Գլոբուս թատրոնից ամբողջովին չի բեմադրել, դա 7-8 ժամանոց պիեսներ է, ուզում ես։ Չի նում դա բեմադրել, կտրտում են, հետո։ Ոչ ես առաջին անգամ չեմ տեսել, որ օպերայից ինչ-որ հատվածներ հանել է, օպերայի բեմադրել, ինչ-որ ասենք չկա, 15 րոպե հանել է։ Ես էլ շատ բան այլ որ առաջին անգամ լսել, հետո լսել, հասկացել եմ, որ նորմալ է։ Ասենք էլի որ չենք լսել։ Հիմա լսեք, դուք էլ ասեք որ չեք լսել։ Նորմալ է։ Կտրտում են, թարսուշիտակ փոխում են սյուժեն, Համլետի մոտ մի 10-15 ասենք մեկնաբանություն ես տեսել եմ Համլետը հոմոսեքսուալիստ է, չէ, Համլետը էդիպյան կոմպլեքս ունի, Համլետը ազգի դավաճան է, ոչ ոք չվերկացավ ասել, այ ոնց կլինի մեր ազգային արժեքը, մանեքի գլոբուսը փակենք ուրեմն, հասկանում ես։ Տես չի կար այդ մոտեցումը, ասենք ամոթել է էլի, ասենք չի կար, ասենք մեկ էլ այդ նամակել ասեմ ու վերջ, որ արվեստ Հայաստանը պետք է ներկայացնի, հա, այդ ներկայացումը դուրս գա դուրս, եւ ասում են արգելեք, որպեսզի դա դուրս գա, որ ասենք չի գալու, որ մեր Հայաստանը մշակույթը այդ բանով
ներկայանա, հա, այդ բեմադրությամբ։ Եղբայր արի դրանից լավը ձեզ ով է ինչ ասա։ Համել որ դուք եք մինչև մի ներկայացրել, ինչ տենց որտեղ որ դնում եք ասել, օ հայեր բան տենց են գնում են ծառչոկում են մեր դեմ, չէ։ Հենա խնդրեմ Ֆրանսիայի բանը Ֆրանսիայում հայկական մշակույթի օրեր։ Ինչ արեց։ Քիթիզի նման խաչքարերից առակ տարակ լուբուր տենգեց։ Գերեզմանը քար տարակ լուբուր որի։ Էդ ում մտահղացումն էր։ Քիթիզ ջան։ Էդ ում եք այդ տարանք են Հրանտ Մաթեոսյանի մոտ ոնց ասում են երևացնեք են։ Դե հիմա էդ ում եք միգուցե խորհրդակցեին հենց այն ավանգարդիստական վաղ արվեստագետների որ միշտ վերևից են միգուցե մի երկու բան էլ ասեին։ Ես ունենք ես էլ եմ ներկայացում մեր խաղացան դեպ ճիշտ է պետական բանի հետ կապ չունի իմ հաշվում եմ գնացել իմ ընկերների հետ իմ բան ասենք պատվանում խաղում է իմ օն ներկայացնել ֆրանսիացիների համար շատ լավ կոչացել են օրական 200 եվրո փող են աշխատել այն վաղտով այսինքն 4 տարի որից 200 չէ ինչ եմ ասում ամեն օր խաղաց բաց չի հասկանում այսինքն ջան երեք ջան հա այսինքն գիտեք այդպես այսպես քառակուսիա այդպես ամուշուտի փափախներով տրեխներով թրիկյոտի գա վամտինի ասենք Արամ Խաչատրյանը ցուսերով բարը մի անգամից ոչ Ալեքսանդր Հարությունյանն է ոչ Տերյանն է ոչ ամեն ոչ ունեն լավ է ախպեր բայց ուրիշ բան է կա ուրիշ մոտեցումներ կա հա եթե բանա նկարչելով եթե բարդի են նկարում եք դի բողնի մեկ կարճ դինի հետո մի արատիկ բոնի ու այսինքն դրանից եկող ոչի բան եղբայր արել բրծել եք շատ լավ է բայց ամեն հարցում ասում են մի անգամից տենց ոչ 130 հոգի կլինի բայց հավատում եմ ես 300 հոգի եմ լինել սաղի բառազը խփել է սաղի չես հասկանում այդ ինչ է դա էլի բայց այս ժողովրդի ասենք մտավորական իմ թայ ասենք արդեն բառազի մեջ է իմ թայ տղեկ են ասենք 50 տարեկան բայց արդեն խփած է հասկանում ես Համակիրի նախներն են ներողություն Բայց չի կարել, չեն դե մարդիկ կան շատ։ Ոչ բոլորը։ Ոչ բոլորը։ Էդ է դիմացը։ Չի ոնց հասկանում են ուղղված այդ մեսեջը։ Այդ մեսեջը ուղղված է բոլոր մարդկանց, ովքեր որ արվեստը տեսնում են քառակուսի, ովքեր որ բացի իրենցից բան չեն տեսնում, եւ ովքեր ում բորբոքված երևակայության մեջ կարող է 21-րդ դարում ծնվի հղանամիտ նախագահային նամակ գրել այդ թեմայով։ Իրենք մարզի մեջ են։ Լավ։ Չի որ մեկի ուղերում դա տնվեց բայց որտեղ է բառազի մեջ։ Թույլ կտակ հաստատ։ Հիմա երբ որ մենք խոսում ենք մի հիվանդակի